Բազմաթիվ մարդկանց պայքարը ոչ թե վաղվա համար է, այլ այսօրվա։ Եվ հենց այդ պատճառով մենք որոշեցինք կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը ծնվել է ոչ թե գաղափարից, այլ կարիքից։ Ստեղծել ենք Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակը արցախցի տեղահանված զոհված ընտանիքներին աջակցություն տրամադրելն է, ինչպես նաև առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց պայթունի զոհ դարձած ընտանիքներին եւս ներառելու ենք։ Այսպիսի խնդիրներ ունենք, օրհասական է եւ կառավարության կողմից բավարար աջակցություն ուրեմն այդ մարդկանց մասով չկա։ Փորձում ենք ելքեր գտնել եւ այսօրվա այս ֆորմատով հանդիպման նպատակը հետեւյալն է՝ կոչ անել մեր հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ եւ արցախցիների ցավը իրենց ցավն է, սատար կանգնեն արցախցիներին։ Առաջին հերթին դիմում եմ արցախցի այն գործարարներին, ովքեր երկար տարիներ հաջողված բիզնես ծրագրեր են ունեցել Արցախում, իհարկե որոշ արտոնություններով, ժամանակն է, որ իրենք առաջինը գան եւ իրենց հայրենակիցների կողքին կանգնեն։ Եթե չեն ուզում փողոցներում տեսնել ուրեմն զոհվածների ընտանիքների, սա ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև բարոյական։ Ժամանակն է համախմբվելու եւ միասին լուծելու մեր օրվա խնդիրները։ Նաեւ կոչով եւ խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներին Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Երկար տարիներ նրանք ղեկավարել են Հայաստանի կառավարությունը, ուրեմն հանրապետությունը, եւ վստահ եմ, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել, որպեսզի արցախցիների խնդիրները թեթևացնենք, մեղմացնենք։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ օրվա իշխանությունների մեկ օր մնալը հավելյալ խնդիրներ է ստեղծելու մեզ բոլորիս համար։ Եվ իհարկե դիմում ենք մեր հայ բարերարներին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, շատ լավ գիտակցելով իրենց այսօրվա կացությունը, դիմում ենք Սփյուռքում ապրող մեր հայ սրտացավ հայրենակիցներին, սատար կանգնելու եւ միասին լուծելու արկա խնդիրները։